Ողջույն, իմ անունը Մհեր է ու մենք ստեղ սովորում ենք մոդայիկ բառեր ծրագրավորման աշխարհից։ Ուրեմն այսօր մենք մի թեթև կխոսանք Kubernetes-ի մասին։ Եկեք պատկերացնենք ինչի համար է ինքը ընդհանրապես ստեղծված։ Ուրեմն եկեք պատկերացնենք ընդհանրապես ինչից է բաղկացած լինում միջին վիճակագրական փոքր կամ միջին չափի application-ը։ Ինքը բաղկացած է լինում մի հատ front-end-ից, մի հատ back-end-ից, մեկ էլ եթե շատ բախտավոր է, վերջում էլ մի հատ database-ից։ Ուրեմն եթե մեկ-մեկ fail է լինում այդ back-end-ը, ինչ որ ժամանակ ինքը լինում է offline, մինչև այդ մարդիկ գնում են, այդ ծրագրավորողին գտնում են, ինքը գալիս է այդ հարցերը լուծում է։ Երբ որ շատ մեծ քանակի տրաֆիկ է գալիս կամ ինչ որ կտրուկ աճեր է լինում, ինքը ուղղակի չի կարողանում սպասարկի, կամ fail է լինում, կամ latency-ն շատ կտրուկ աճում է, այսինքն շատ ուշ է պատասխանը ստանում վերջնական ծրագրավորողը։ Ուրեմն այս խնդիրը լուծելու համար այդ խելացի մարդիկ հավաքվել են, մտածել են ոնց այս հարցը լուծեն ու հասկացել են, որ ամենաճիշտ լուծումը այդ երկու հատ back-end սարքելն է։ Այն հին հայկական սկզբունքով, որ եթե հյուրերը շատ են, ուրեմն խորովածը դնում ենք երկու տեղ։ Ուրեմն հենց այդ նույն սկզբունքով այդ խորովածի սեղանի անունը Kubernetes-ը։ Ուրեմն այդ դեպքում հենց Kubernetes-ը զբաղվում է այդ back-end-ի դուպլիկացիայի management-ով կարելի է ասել։ Եկեք մի քայլ էլ մտնենք ներս ու հասկանանք, որ back-end-ը էլ հիմնականում տենց մոնոլիթ մեծ back-end չի լինում, արդեն modern application-ները ուղղակի բաժանված են լինում միկրոսերվիսների, ինքը շատ առավելություններ ունի։ Առաջինը իրան հեշտ է մենեջ անելը, կախվածությունները ավելի քիչ են իրարից ու երբ որ ինչ-որ մի միկրոսերվիս fail է լինում, ամբողջ համակարգը fail չի լինում, այլ ուղղակի ինչ-որ ծառայություն անհասանելի է լինում, բայց այն մնացած համակարգը աշխատում է։ Ուրեմն այդ միկրոսերվիսների հիմիկվա փաթեթավորման ձևը, որ իրանց մի ստանդարտի են բերում, դրա անունը Docker է։ Այդ ինքը ուղղակի ֆունկցիոնալությունը վերցնում է ինչ-որ կոնտեյների մեջ։ Իսկ Kubernetes-ը կարողանում է այդ կոնտեյներներով մենեջ անել իրանց, orchestra-ի դեր է կատարում այստեղ։ Եկեք ուրեմն մի հատ այս գրաֆիկում նայենք, հասկանանք ինչա այստեղ կատարվում։ Այս դեպքում եկեք համարենք սենց, որ մի Docker-ը մի միկրոսերվիս է։ Այս դեպքում ցույց է տրված, որ ըստ կոնֆիգուրացիաների այդ միկրոսերվիսը 3 տեղ է դրված, այդ խորովածը 3 տեղ է դրված սեղանի վրա ու ինչ է անում այստեղ Kubernetes-ը։ Ինքը տեսնում է, որ եթե ինչ-որ տրաֆիկ է գալիս, ինքը բաշխում է այդ տրաֆիկը այս 3-ի միջև։ Այսինքն եթե այն ժամանակ մի միկրոսերվիսը սպասարկում էր 100% տրաֆիկի ու դրա պատճառով ինքը շատ դանդաղում էր, հիմա ինքը արդեն սպասարկում է, չգիտեմ, 1/3-ը, 1/4-ը կախված քանի հատ իրանից կա ու այդտեղ արդեն response time-ը շատ կտրուկ նվազում է։ Բացի դրանից, եթե իրանցից ինչ-որ մեկը ինչ-որ պատճառով fail է լինում, Kubernetes-ը հասկանում է, որ գիտես, այլ տրաֆիկ ստեղ չենք ուղարկում, այլ ուղարկում ենք մնացած այդ առողջ միկրոսերվիսների վրա եւ ինքը այդ ընթացքում փորձում է իրան restart տալ։ Այսպես լավ խնդիրներ է ինքը լուծում։ Ուրեմն եկեք մի հատ մանրամասն հասկանանք, թե ինչ-որ pod է գրած, այդ ինչ է այդ pod-ը։ Ուրեմն pod-ը այդ բջիջն է, ինչի հետ Kubernetes-ը աշխատում է։ Pod-ի մեջ սովորաբար դրված է ալնում ընդամենը 1 Docker, 1 միկրոսերվիս, բայց կարող է լինի նաև ավելի միկրոսերվիսներ, ֆիզիկապես խնդիր չկա, բայց տրամաբանորեն այդ կարող է միակ դեպքը, որ այդ ընդունելի կլինի, երբ որ այդ
միկրոսերվիսի կցորդ ինչ-որ միկրոսերվիս դրած լինի, որ ինչ-որ helper է, որ մենակ այդ միկրոսերվիսին է պետք, այդ դեպքում podը fail լինելուց, restart լինելուց լրիվ նորմալ է, որ ինքն ու իր կցորդը իրար հետ fail լինեն, restart լինեն, իրանք անբաժան մի մաս են, ուրիշ ոչ մեկի պետք չի։ Ոչ մի դեպքում podի մեջ չենք դնում երկու անկախ միկրոսերվիսներ իրարից, որովհետև այդտեղ այդ միկրոսերվիսների առավելությունները ուղղակի մենք իրանց հավասարացնում ենք 0-ի, որովհետև ինքը fail լինելուց, եթե մի միկրոսերվիսը fail եղավ ու դրա պատճառով podը restart է լինում, փաստորեն այդ ընթացքում այդ մնացած միկրոսերվիսները եւս հասանելի չեն լինի, ինչը այդ առավելությունը բաժանվելու ընդհանրապես հավասարացնում է 0-ի։ Այսինքն պրակտիկորեն, երբ որ դուք սկզբից կաշխատեք իր հետ, դուք միշտ մի podի մեջ դրելու եք մի հատ docker։ Եկեք մի հատ հասկանանք ինչ է նշանակում stateful ու stateless։ Ուրեմն Kubernetes-ի ուշքը ուղղակի գնում է stateless podերի համար։ Այդ այն դեպքն է, երբ որ այդ միկրոսերվիսը ինքը չունի վիճակ, ինքը ինչ որ տվյալներ չի պահում, ինչի հիման վրա ինքը ձևավորում է իր response-ը։ Այսինքն իրան գալիս է request, ինքը մեջից ինֆորմացիան վերցնում է, ինչ որ հաշվարկներ է անում, դիմում է ինչ որ API-ների, չգիտեմ ինչեր է անում ու վերադարձնում է response։ Այս դեպքում Kubernetes-ը եթե այդ fail եղավ, ինքը ուղղակի կբռնի կվերականգնի իրան ու ոչ մի խնդիր չկա։ Բայց գոյություն ունեն նաև stateful podեր, այդ դեպքում արդեն մի քիչ կյանքը դժվարանում է, որովհետև այդ podը արդեն state է ունենում, այդ միկրոսերվիսը արդեն state է ունենում ու պետքա նաև այդ իր state-ը փորձել պահպանել։ Ուրեմն այդ դեպքում իրանք կոչվում են stateful միկրոսերվիսներ կամ stateful podեր, ամենավառ օրինակը այդ database-երն են, այդ կարա նաև լինի sessia եւ չգիտեմ այլ ինչ որ ինֆորմացիաներ պահելու ինչ որ ձևեր։ Այս սխեմայում օրինակ պատկերված է, որ տեսնեք ամեն podը ունի իր persistent value-ն, որը ըստ էության համարժեք է այս դեպքում database-ի ֆայլային համակարգի, որտեղ հենց բառացիորեն գրված են այդ database-ի ինդեքսները կամ տվյալները։ Հիմա Kubernetes-ը ինքը հանգիստ կարողանում է ամեն podի համար ստեղծի այդ ֆայլային համակարգը, եթե պետքա կարա ջնջի, ինքը այդ management-ը անում է, բայց սովորաբար այդ այտենց չի աշխատում, որովհետև եթե ուղղակի այդքանով սահմանափակվենք, ինչ տեղի կունենա, user 1-ը կդիմի pod 0-ին, ինչ որ ինֆորմացիա կգրի pod 0-ի database-ում, բայց երբ որ երկրորդ user-ը կդիմի, ինքը հետևաբար ըստ load balance-ի կդիմի արդեն pod 1-ին եւ ինքը երբեք այս pod 0-ի database-ը իր մեջ չի ունենա, որովհետեւ իր database-ը առանձին է ու հետևաբար կստացվի 3 հատ առանձին application-ներ, 3 հատ database-երով, որը մենք ընդհանրապես չենք ուզում, անընդունելի աբսուրդ լուծում է։ Ինչ լուծում է տրվում սրա համար։ Այդ արխիտեկտուրան կոչվում է master slave արխիտեկտուրա database-ների, երբ որ այդ ռեպլիկաները, այդ distributed database-ի instance-ները ամեն մեկը բաժանվում են երկու տեսակի։ Մեկը լինում է master, ինքը իր վրա է վերցնում փոփոխող query-ները, այդ update անող, add անող query-ները, որը որ փոխում են այդ database-ի վիճակը եւ տվյալները։ Իսկ slave-երը թույլ է տրվում իրանցից միայն կարդալ։ Իրանց վրա երբեք set ֆունկցիաներ չի գալիս, set query-ներ չի գալիս։ Ուրեմն ինչա տեղի ունենում։ Երբ որ request-ը գալիս է pod 0-ն իր database-ով համարվում է master ու ըստեղ ուղարկվում են միայն set query-ները, որոնք որ պետքա տվյալներ փոխեն database-ին։ Ուրեմն այս master database-ում փոխվում է 0-ում եւ ինքը տակից
արդեն այդ ինֆորմացիան փոխանցում է առաջի եւ երկրորդ database-երին, ասում է, գիտեք, update եղեք ինձանից։ Ինքը կամ master-ը ընդհանրապես չի վերցնում իր վրա read query-ներ, կամ բան անում, այնտեղ կարող է կոնֆիգուրացիաներից տարբեր լինի, այդ մասին մենք մանրամասն խոսանք երկրորդ վիդեոյում, այս մասին տենց ուղղակի այս վիդեոյում ուղղակի նենց թեթև շոշափում ենք իրան։ Կամ եթե քիչ է, երկու ռեպլիկայից է բաղկացած մի հատ master, մի հատ slave, կարող է այս կոնֆիգուրացիա լինի, որ 80%-ը reader-ի գնում է slave-ին ու միայն 20%-ն է գալիս master-ին, որ ինքը լրիվ անգործ չնստի այդ արանքում, քանի դեռ set-եր չեն գալիս, ու տենց ինչ-որ բաշխվածություն լինի։ Ուրեմն ինչա տալիս մեզ այդ reader-ը բաժանել, գցել ուրիշ database-երի վրա, իսկ set-երը պահել մի database-ի մեջ։ Ուրեմն երբ որ այդ reader-ն ու set-երը ամբողջությամբ դրված ալնում մի database-ի մեջ, երբ որ այդ set ֆունկցիաները աշխատում են, այն table-ները կամ row-ները, որոնք իրանք փոխում են, local լինում։ Ու հետևաբար, քանի դեռ այդ set-ի ֆունկցիոնալությունը կատարվում է, այդ read անող query-ները սպասում են մինչև այդ lock-ը կվերջանա։ Ու այդ շատ հաճախ բերում է նրան, որ շատ երկար request-ը սպասում է, մինչև իր հերթը կհասնի, որ ինքը read անի, ինչը շատ դանդաղեցնում է այդ application-ի արագությունը։ Իսկ այս դեպքում ստացվում է, որ այդ set անող query-ները իրանք կոնկուրենցիա չունեն, իրանք մենակ set են անում master-ի վրա, իսկ reader-ը էլ lock-էր չեն սպասում, բան չեն անում, իրանք ուղղակի կարդում են slave-երից, տակից էլ master-ը իր update-ները անում է slave-երի վրա։ Ուրեմն ոնց որ ես սկզբից ասեցի, Kubernetes-ը կարողանում է, եթե դա ձեզ պետք է, որովհետև դուք կարող եք նաև իրան մանուալ սարքել, հիմա չենք խոսա cloud-ի դեպքում ոնց հալնում, այս մանուալ սարքելու դեպքում ոնց հալնում, բայց կարող է ինքը այս database-երը սարքի, վերացնի եւ այլն, բայց այդ իրանց state-երի փոփոխությունները, որը որտեղ կա, ով է master, տակից այդ ռեպլիկաները ոնց լինեն, այդ update-ները ոնց լինեն, ինքը դա չի անում, դա լրիվ custom ձևի է արվում, այդ մասին խոսանք հաջորդ վիդեոյում։ Այդ մոտավորապես պատկերացրեցինք արդեն stateful-ը ինչ է, stateless-ը ինչ է։ Եկեք երկու բառ խոսանք ընդհանրապես ինչ ձևի կառուցվածք ունի այս Kubernetes-ը։ Ուրեմն ինքը երկու մասից է բաղկացած, այդ worker-ներից, որոնք հիմնական ծանր աշխատանքն են անում, այդ միկրոսերվիսներն են իրենց վրա աշխատացնում Docker-ների մեջ, ռեսուրս պահանջող, ու իրանք կարող են լինել տարբեր նոդերի վրա, տարբեր սերվերների վրա, չգիտեմ, կլաստերների վրա եւ այլն, եւ գոյություն ունի master։ Այդ master-ը ադմինիստրացիոն դեր է խաղում, այսինքն ինքը իր մեջ պահում է, հիմա չենք խոսում ընդհանրապես այդ master-ը ինչ մասերից է բաղկացած, որը ինչ անում, որովհետեւ ուղղակի այդ մասերի կոնֆիգուրացիայով մենք չենք զբաղվելու, որով որ կզբաղվենք, այդ պահով կխոսանք, շատ չենք խորանում դրա մեջ։ Master-ը ընդհանրապես զբաղվում է բանով, կոնֆիգուրացիայով, հետևում է, որ այս worker node-երը ճիշտ աշխատեն։ Այսինքն ինքը գիտի, որ գիտես, այս միկրոսերվիսից կամ այս pod-ից իր մոտ պետքա լինի 6 հատ ռեպլիկա։ Նա հիմա տեսնում է, որ գիտես, երկուսը fail են եղել։ Ինքը բան է անում, տեսնում է, որ այդ երկուսին պետքա restart անի, նոր instance-ներ պետքա դնի։ Նա հիմա տեսնում է, որտեղ է ազատ, որտեղ դնի։ Այսինքն ինքը հենց այդ management-ով է զբաղվում, ինքը հարաբերականորեն շատ ավելի քիչ ռեսուրս է պահանջում, քան այս նոդերը, բայց ինքը շատ ավելի կարևոր է, քան այս նոդերը, որովհետև եթե ինքը հանգարցակի fail եղավ, այս ամբողջ ինֆրաստրուկտուրան էլ չի աշխատի։ Դրա համար սովորաբար master-ը նորից մի քանի instance է լինում, մի քանի ռեպլիկա է ունենում, որ եթե հանգարցակի այս master-ից ինչ-որ մեկը fail եղավ, այն մնացած երկուսը իրանց վրա վերցնեն այդ management-ի ֆունկցիոնալությունը։
Եկեք հիմա մի հատ արդեն տեսնենք այդ կոնֆիգուրացիայի YAML ֆայլերի տեսանկյունից ոնց ենք մենք իր հետ խոսում Kubernetes-ի հետ, ոնց ենք մենք ուզում, որ ինքը ստեղծի մեր սրտի արխիտեկտուրան։ Լավ, հիմա երբ որ մենք արդեն գիտենք մոտավորապես ինչ ենք ուզում կառուցենք, եկեք սովորենք այդ լեզուն, թե ոնց պետքա մենք խոսենք Kubernetes-ի հետ և ոնց պետքա իրան բացատրենք մենք ինչ ենք ուզում։ Ուրեմն այս պրոյեկտում հիմնականում երկու մասից է բաղկացած, լինելու է մի հատ PostgreSQL-ի database-ի instance, որը հենց այդ stateful-ն ենք իր վրա ցույց տալու, հիշում ենք stateful-ը, այդ են սերվիսներն են, որոնք որ ունեն վիճակ։ Եվ ցույց ենք տալուս մի հատ միկրոսերվիս, որը որ բան անելու, ուղղակի այդ PostgreSQL-ի instance-ի միջոցով database-ի հետ շփվելու է։ Այդ երկուսի օրինակով մենք ահագին կհասկանանք ինչա լինելու։ Ուրեմն մենք ստեղ ունենք երկու folder, մեկը Docker-ն է, այդ PostgreSQL միկրոսերվիսն է, որը ընդհանրապես իր մեջ set ու get ֆունկցիաներ ունի, մենք մի հատ իր մեջ թեթև կմտնենք կնայենք, եւ մյուսը այս Kubernetes-ի կառուցվածքն է։ Եկեք ուրեմն սկսենք երևի այս secret-ներից։ Ուրեմն երբ որ կպնում ենք, չգիտեմ, database-ին կամ ինչ որ ուրիշ բանի, կարող է, չգիտեմ, API-ի կպնենք, մեզ բնականաբար այդ credentials-ն են, credentials այդ կպնելու պարամետրերն են պետք, որոնք սովորաբար գաղտնի են, ու այդ պարամետրերը կպահվի այս secret file-ում։ Օրինակ Postgres-ի user-ում և Postgres-ի password-ում։ Այսի ուղղակի custom variable-ներ են, որոնք որ մենք բան ենք արել, ստեղծել ենք, կարող են լինել ցանկացած ուրիշ անուններ, կախված թե դուք ինչ եք օգտագործում եւ այլն։ Ոնց որ տեսնում եք, ինքը սենց ինչ որ անիմաստ string-էր է, ինքը իրականում base 64-ով encode արած է։ Սովորաբար, երբ որ այս secret-ում դեպ ինքը որոշվում է secret այս kind-ով, երբ որ իր kind-ը հավասար է secret։ Հետո կնայենք այն մնացած դեպքերում մեկի kind-ը կլինի, չգիտեմ, ասենք այդ deployment, մյուսը stateful set եւ այլն, այս սրանով որոշվում է թե այս YAML ֆայլը ինչ ստրուկտուրա է եւ ընդհանրապես ինչի համար է կառուցված։ Ըստեղ այս metadata-ներում name-ում տրված է այդ secret-ի անունը, որը հետագայում իր վրա հղվելու ենք, որպեսզի այս պարամետրերը վերցնենք իր մեջից։ Եթե պարամետրերը գրված են data-ի մեջ, այդ նշանակում է, որ իրանք base 64-ով encode արած են։ Այնտեղ ինքը encode անելու այլ տարբերակներ ունի, այս պայդրությամբ դրա մեջ չենք խորանա։ Եթե նաև եթե չեմ սխալվում, ունի string data, այս string data-ին երբ որ ինչ-որ մի բան գրում ենք, ինքը արդեն կլինի հանգիստ առանց կոդավորման գրված ինչ-որ մի բան։ Բայց եթե հենց data-ի մեջ է տրված, այդ նշանակում է base 64-ով encode արած, եթե ընդ լրացուցիչ ուրիշ encoding-ներ նշված չեն։ Ուրեմն parse կառուցվածք էր secret-ը, ունենք variable-ներ, որոնց արժեքներն են սրանք, ու այդ secret-ի անունն է, որը namespace-ն է, որը հետագայում սրա վրա հղվելով է սրանք կարող ենք վերցնել եւ application-ի մեջ օգտագործել։ Ոնց որ թե ամեն ինչ parse է։ Ուրեմն նաև գոյություն ունի config map, այդ config map-ը ըստ էության լրիվ նույն բանն է անում, ուղղակի ըստեղ գրվում են արդեն ոչ գաղտնի տվյալները։ Եկեք մի հատ ուրիշ բան բացենք, որտեղ ավելի շատ լինի, օրինակ ըստեղ config map-ում գրված ալնում նորից այս namespace-ը, որով որ իրան կարող են դիմել, ու արդեն ինչ-որ ոչ գաղտնի տվյալներ, այդ է տարբերությունը secret-ից, այստեղ չգիտեմ database-ի host-ը, այս իրականում պատահական string չի, ինքը կառուցված բան է, իր մասին հեսա կխոսանք, չգիտեմ port-ը եւ այլն։ Այսինքն մենք գիտենք արդեն ինչա config map-ը, գիտենք ինչա secret-ը։
Եկեք խոսանք այս controller-ներից։ Ուրեմն բանի դեպքում stateless-ի դեպքում ինքը լինելու է deployment։ Նայեք, kind deployment-ը։ Սրա kind deployment-ը, secret-ի kind-ը secret էր, իրանով նշվում է, թե իրա ինչ տիպի է, էլի։ Եվ config-ի դեպքում config map-էր։ Հիմա խոսում ենք deployment-ի մասին։ Deployment-ները այդ նրանք են այն pod-երն են, որոնք որ state չունեն, stateless deployment-ներն են։ Եկեք sense ներքևից վերև բարձրանանք, ահագին բան մեր համար պարզ կլինի։ Տաքս, ուրեմն այսքանը նվիրված է բանին, մի հատիկ docker ֆայլի։ Եկեք մի հատ ուրիշ բան նայենք, որտեղ տենց հպանցիկ երևի ավելի արագ կհասկանանք ինչի մասն է խոսքը, հետո մի քիչ այն ավելի երկար է, կարող է մի քիչ վախենալու թվա, բայց հեսա ստեղ բոլոր վախերը կանցնի։ Նայեք, ուրեմն ստեղ այս մյուսում, էսի wave-ին կպնելու համար է ստեղծված, չենք նայում, չենք խորանում, ուղղակի նայում ենք, տեսնում ենք, որ ըստեղ ոնց որ տեսնում եք նկարագրած է այս deployment-ը ստեղծելու է մի հատիկ pod։ Pod-ը հիշում ենք, չէ, այդ այն բաններ, այդ ամենափոքր մասներ, ինչի հետ ինքը կարողանում է աշխատի Kubernetes-ը։ Ուրեմն իրա մեջ նշվում է, թե ինչ docker-ներ են գրվելու։ Գրվում է docker-ի անունը, ստեղ գրվում է docker-ի image-ը ու գրվում է, թե ինչ այդ docker-ը, որը որ կա, ինքը ինչ-որ պորտերով է, չէ, հետը շփվելու։ Նշվում է այդ այն պորտերը, որոնք որ իր հետ շփվելու է։ Այս դեպքում ոնց որ երկու տիպի շփման ձև կա, մեկը HTTP, մյուսը gRPC, դրանց մասին չենք խոսա, այդ երկու պորտերը նշվում է, որպեսզի Kubernetes-ը հասկանա, թե ինչ պորտով է դիմելու իր մեջի այդ docker-ին։ Եվ այս երկրորդ docker-ն է, որը նորից նշված է, թե ինչ image է, որտեղից է mount անելու իրան, ու այն պորտը, որով որ ինքը շփվելու է այդ docker-ի հետ։ Ոնց որ տեսնում եք, այս container-ը ունի երկու հատ docker։ Այսինքն կոնկրետ այս դեպքում ինքը ստեղծելու է մի հատիկ pod, որի մեջ գոյություն ունի երկու հատ container։ Էլի եմ կրկնում, ֆիզիկապես հնարավոր է, կարելի է շատ ստեղծել, բայց այս միակ դեպքը, որ էս իմաստ ունի, այդ երբ որ մի հատ միկրոսերվիս է ու իր կցված ինչ-որ helper, որ առանց մեկը մյուսի ուղղակի անիմաստ է օգտագործելը, որովհետև սրանք kill ելնելուց իրար հետ են մեռնելու, իրար հետ են ծնվելու, դա համար իրանք ոնց որ իրար կցորդ պետք է լինեն, անկախ ինչ-որ միկրոսերվիսներ չի կարելի define անել սրա մեջ։ Հիմա քանի որ այս կառուցվածքը պարզ է, միած սրանով նայենք, ուրեմն ասենք, որ այս pod-ը ունենալու է այս երկու docker-ները, նկարագրեցինք docker-ները ու նկարագրեցինք, թե ոնց պետքա Kubernetes-ը չերես ինչ պորտ իրանց հետ շփվի։ Այս պորտերը իդեպ docker-ների մեջ է գրված լինելու, որ գիտես, ես այս պորտով եմ իմ ինֆորմացիան ուղարկելու եւ ստանալու, ըստեղ ուղղակի նշում ենք այդ պորտերը, որը որ այդ docker-ը բանան, docker-ի մեջ define արած է այդ պորտերը։ Դրանից հետո այս container-ներին անուն ենք տալիս, այս app wave-ed։ Դրանից հետո ասում ենք, որ այս pod-ը match պետք է լինի այս template-ի հետ ու տալիս ենք իր անունը, այսինքն IS պետք է համընկնի սրա հետ, որպեսի այս pod-ը օգտագործի IS container-ներին։ Հասկացաք, այս template-ը որպեսի համընկնի, template-ի IS անունը, իրականում labels-ը էդի tag-ի նման մի բան է, բայց չենք խորանում, պետք է համընկնի սրա հետ։
Այստեղ ինքը իրականում կարա մի քանի թագի տեսակներ լինի, էլի չենք խորանում, այս պայմանությամբ նայում ենք, որ ինքը sense parse, այս անունը պետքա համընկնի այս անվան հետ, որպեսզի սա սրա հետ match լինի եւ ինքը հասկանա, որ այս pod-ը, որը որ այս deployment-ը ստեղծում է, պետքա ունենա այս կառուցվածքը։ Այստեղ երևի ամենակարևոր, ամենահուզիչ պահն է, տեսնում եք, այստեղ գրած է replicas 2։ Այդ նշանակում է, որ մենք իրան ասում ենք այս backend-ից, այս microservice-ից, այս pod-ից ստեղծի 2 հատ։ Եթե մենք ստեղ գրենք 20, ինքը սրանից կսարքի 20 հատ էգզեմպլար։ Ու պատկերացրեցիք, որ արդեն ինքը 20 հատի հետ կսկսի խաղալ, այդ տրաֆիկը կուղարկի 20-ի միջև։ Ու ինքը կհետևի, որ եթե ինչ-որ բաներ պոդեր քիլ են եղել, ինչ-որ ձևի մեռել են, ինքը կփորձի այդ 20-ը վերականգնի, որ այս 20-ը միշտ մնա։ Այս ամենահուզիչ պահն էր այս deployment-ի մեջ։ Ուրեմն այդ deployment-ը նույն ձևի ինքը արդեն ունի իր այդ label-ը, որը ըստ էության tag-ը, կարող է շատ label-ներ ունենա, եւ այս իր անմահ անունը։ Այստեղ էլ նշվում է, թե ինքը ինչ տիպի բան է, ինքը deployment է, սա լինելու է stateless։ Տեսակ, ոնց որ sense մաքսիմալ parser։ Այսքան կոդ գրելով մենք կարողանում ենք արդեն ստեղծենք pod։ Եկեք հիմա այստեղ այս մյուս microservice-ում Postgres microservice-ի ստեղծելու այդ pod-ում մի քիչ ամեն ինչ ավելի խուճուճ էր, բայց այն parse-ից որ սկսեցինք, արդեն ամեն ինչ ավելի parse կլինի։ Նորից անունն է այդ pod-ի, բանն է, tag-ն է, նորից ռեպլիկաներն է, թե քանի հատ իրանից պետք է ստեղծի, selector-ն է, այս էլ անունն է, այդ selector-ի հետ համընկնող, որպեսզի ինքը մյուսին ստեղծի, ու ստեղ ասում է containers։ Իրականում այս containers-ի մեջ արդեն մի հատիկ microservice կա, պրոստը մի քիչ երկար է իր setup-ը, հեսա հերթով իրան անդրադառնանք։ Ուրեմն կրկին այդ Docker-ը ունի ինչ-որ անուն, կրկին նշվում է, թե ինքը որտեղից պետք է mount լինի, այստեղ image pull policy-ին նշված է never, այդ նշանակում է ինքը երբեք register-ներից չպիտի կարդա, մենք իր մեջ պետք է build անենք այս բանը, Docker-ը ինքը մենակ այդտեղից է վերցնելու։ Կոնկրետ այս օգտագործում է այն դեպքում, երբ որ ինքը պետք է խաղա մեր ստեղծած custom Docker-ների հետ, բայց բաների դեպքում արդեն չգիտեմ, եթե MySQL-ի ինչ որ պատրաստի Docker-աբան, այսի sense չենք նստի, որ ինքը գնա այնտեղ այդ register-ներից կարդա, օֆիցիալ բերի, միշտ update անի, կարող է այստեղ վերջ նշենք վերսիան իբրև latest, ինքը միշտ update անի եւ այլն։ Այս never-ը կիրառում ենք, երբ որ մեր custom Docker-ն է, ու իրան ասում ենք մենք իրան build կանենք, դու հենց այդտեղից կկարդաս։ Այս կրկին port-երն է, ոնց հիշում ենք, որ բան էր անում։ Ինքը կոնկրետ չերես ինչ port այս pod-ը պետքա շփվի Docker-ի հետ։ Docker-ի մեջ է define արած այս port-ը։ Ու ըստեղ այս env-ում, որը այսքան երկար ասենց գրած է, ընդամենը մի հատիկ parse բան է, մենք իրան define ենք անում այդ environment variable-ները ու փոխանցում ենք այդ Docker-ին, որպեսզի ինքը արդեն համապատասխանաբար կարդա մեր ուզած ինֆորմացիան։ Օրինակ, չգիտեմ, ինքը Postgres host ունի, Postgres port ունի, այսինքն թե ինքը կոնկրետ որ Postgres-ին պետքա կպնի այս microservice-ը աշխատելու, ինքը չգիտեմ, այնտեղ կարող է default variable-ներ ունենա, բայց ստեղից մենք նշում ենք, թե ինքը կոնկրետ ում հետ պետքա աշխատի։ Եկեք այստեղ մի փոքր ավելի մանրամասն նայենք։ Տեսնում եք, այստեղ գրած է Postgres microservice config։ Էդի հենց այս config-ն էր, հիշում եք այս name-ը config-ի, այս namespace-ը։ Ոստեղ համապատասխանաբար ինչ-որ variable-ներ ենք, չէ՞ նշել։ Հիմա այստեղ նշում ենք այդ config-ի name-ը ու նշում ենք im variable-ը, որը որ պետքա set լինի Postgres host-ի մեջ։ Պատկերացրեցիք, այսինքն ստեղ գրեցինք define ենք անում այսենց environment variable Postgres host ու տալիս ենք այս համապատասխան Docker-ին,
իր value-ն վերցնելու է config map k reference, այսինքն այս ինչ որ տրվելու է config-ի ինֆորմացիա է տրվելու, config-ի անունը լինելու է այս config-ի namespace-ը, որ ընդեղ տվել ենք, եւ config-ի is variable-ն է set լինելու սրան։ Պարզից պարզագույն։ Նույնը անում ենք port-ի համար, նայեք, նույնպես էլի այս config-ի անունն է։ Համարյա նույնը անում ենք Postgres user-ի համար։ Ստեղ մի փոքր տարբերություն կա։ Տեսնում եք, այստեղ կա config map k reference, այսինքն ինքը config-ից է կարդալու։ Այստեղ secret k reference կա։ Այդ նշանակում է իր անունը դա արդեն secret-ի անունը։ Նայեք Postgres secret։ Մենք իրան նայեցինք ու այս name-ը Postgres secret-ը։ Այսինքն ինքը գնալու է եւ գտնելու է այդ Postgres secret-ին, որը անպայման պետք է այդ կոնֆիգուրացիան արդեն set հարած լինի Kubernetes-ի մեջ ու վերցնելու է, օգտագործելու է իր user-ը։ Բնականաբար տեսնելու է, որ այնտեղ data է, ոչ թե string data, իսկ դա հիշում ենք, եթե ոչ մի այլ պարամետր նշված չկա, encoding-ի ձևեր ինքը base 64 էր, ինքը ստեղ ավտոմատ decode կանի իրան եւ կօգտագործի decode եղած տարբերակը։ Նույնը password-ն է վերցնում, որը կրկին secret-ից է վերցնում, նույնը database-ն է վերցնում, database-ը էլի config-ից է վերցվում։ Այս pod name-ը հիմա նայեք, այդ pod namespace-ը is որը ստեղ կա, ինքը մեր դեպքում default ալնելու, իրան ուշադրություն չենք դարձնում, ինչ որ հատուկ ձևի իրան չենք նշել, բայց այս pod name-ը ինքը ունիկալ անուն է ունենալու ամեն ռեպլիկայի համար, այսինքն եթե մենք ունենք այդ միկրոսերվիսի 3 տարբերակ, ամեն մեկը ունենալու է ունիկալ անուն, ու այդ ունիկալ անունը այս pod name-ն է։ Իրան ինչ ենք ասում ենք value from, field reference ու այս field path-ը տալու ենք metadata-ի name, ասելու ենք քո metadata-ի անունը վերցրու, ու սա ունիկալ անուն է այս pod-ի համար։ Հեսա մի հատ մնացածին որ ծանոթանանք, կտեսնենք այս անունը ոնց է ձևավորվում ու հետո կհասկանանք, թե ինչի ենք այս անունը ուզում կիրառենք։ Всё, այսքանով, փաստորեն, այս երկար պատմությունը, որ թվում էր, թե ինչ որ վախենալու բան է, ընդամենը environment variable-ներ ենք set անում, կեսը config-ից ենք անում, կեսը secret-ից ենք անում։ Այստեղ տակը երկու հատ բան կա, liveness prop եւ readiness prop։ Ուրեմն սա նրա համար է տրվում, որպեսի Kubernetes-ը հասկանա, երբ է այդ pod-ը կենթանի եւ երբ է ինքը պատրաստ, որպեսի իր վրա տրաֆիկ կա։ Այսինքն, եթե ըստեղ readiness-ը չտվեցինք, չփորձեցինք, ինքը ինչ կանի, ինքը կվերցնի, լավ, հեսա կասեմ, ինքը կվերցնի, կստեղծի այդ pod-ը ու հենց set-up եղավ այդ pod-ը, ինքը դրանից հետո միանգամից իր վրա տրաֆիկ է ուղարկելու։ Բայց այդ կարող է այդքան է ճիշտ չի, որովհետև երբ որ այդ pod-ը set-up ենք անում, իր տակի այդ microservice-ը set-up-ա լինում, ինքը միգուցե ինչ որ request-ներ պետք է անի, ինչ որ տեղից ինչ որ տվյալներ վեկալի ու երբ որ ինքը այդ տվյալները ունենա, նոր պատրաստ լինի user-ի ինֆորմացիան ընդունելու համար։ Այս դեպքում փաստորեն ինքը հələ տվյալները չի վերցրել, իր set-up-ը չի վերջացրել, բայց իր վրա արդեն տրաֆիկ կա։ Դրա համար, որպեսզի տենց բան չլինի, մենք այս readiness prop-ն ենք բանանում, ստեղծում ու ասում ենք, գիտես, որ այդ բանը docker-ը մի հատ health endpoint է ունենալու, որը get request է։ Ու այս port-ին է, port-ն է լսելու, եթե դիմեցիր այս endpoint-ով ու ինքը վերադարձրեց 200-ից մինչև չգիտեմ քանիս այդ միջակայքում status code վերադարձեց, որը OK է դիտարկվում, ուրեմն всё, եղբայր, այս մարդը պատրաստ է, մենք իրան կարողանում ենք ուղարկենք այդ բանը, արդեն իր վրա տրաֆիկ ենք ուղարկում։ Եթե ինքը
դեռ պատրաստ չի, ինչ որ fail-ա տալիս, error-ա տալիս, մենք հələ իր վրա տրաֆիկ չենք ուղարկում։ Այստեղ ասում է, որ ամեն 10 վայրկյանը 1 ստուգի, в общем, այստեղ 5 վայրկյան բանով, այստեղ պատկերացրեցիք արդեն։ Հիմա ինչով է տարբերվում այս readiness-ն ու liveness-ը։ Այս liveness-ը արդեն ինքը ոչ թե նրա համար է, որ ինքը պատրաստ է, դեռ պատրաստ չի։ Օրինակի համար այս կարող է ինքը ինչ որ, չգիտեմ, request-ը մշակում շատ երկար, ու ինքը ինչ որ մի պահից tag է եղել, այդ դեպքում այս health-ը, չգիտեմ, չի ելնում կամ time-out է տալիս, то есть ինչ որ error է վերադարձնում, ինքը տրաֆիկ չի ուղարկի այս pod-ի վրա, բայց իրան չի սպանի։ Ինքը ուղղակի կհասկանա, որ այս մարդը դեռ ready չի, որ ես իր վրա տրաֆիկ ուղարկեմ, կբռնի կուղարկի ինչ որ բան, այն մնացած ռեպլիկաներին, իր այդ զույգերի վրա կուղարկի։ Իսկ liveness-ը արդեն այս endpoint-ը, որտեղ որ մենք ստե define ենք անում, որ ինքը պետքա ցույց տա այս մարդը вообще կենթանի է թե չէ։ Եթե այս liveness-ի ես, տեսեք, այստեղ նույն endpoint-ն ենք օգտագործել, բայց կարող է ինքը լրիվ տարբեր լինի, էլի։ Ինքը եթե տեսավ, որ սա error է վերադարձնում, ինքը հասկանում է, որ այս pod-ը всё կենթանի չի։ Ու արդեն սրա տեսած error-ը նշանակում է, որ ինքը այդ pod-ը բռնելու է, փորձելու է restart անի։ Այսինքն readiness-ը ցույց է տալու, որ ինքը դեռ պատրաստ չի տրաֆիկ ընդունելու, տրաֆիկը forward անելու մնացած իր եղբայրների եւ քույրների վրա, իսկ liveness-ը ցույց է տալու, որ ինքը ընդհանրապես կենթանի չի, pulse չունի ու հետեւաբար իրան պետքա սպանել, նորից restart անել։ Նայեք, այս հիշացնում եմ, որ deployment-ի մասն էր խոսքը։ Էսի stateless service էր, այս կառուցվածքով մենք իրան ասեցինք, որ Postgres microservice-ի 2 հատ instance սարքի, 2 հատ pod սարքի ու ցույց տվեցինք մանրամասն, թե ինքը ոնց է սարքում։ Եկեք մինչև stateful-ին անցնելը, stateful-ը էս է, ինքը շատ վախենալու չի, մի հատ դիտարկենք մի 2 հատ ուրիշ բան։ Օրինակ դիտարկենք այս storage-ները, storage value-ները։ Persistent value-ն, տես էլի իր kind-ը բանա, որոշում է, թե ինքը ինչ տիպի օբյեկտ է։ Ուրեմն այս 3 հատ գծիկով YAML ֆայլում ուղղակի առանձնացնում ենք, որ սրանք առանձին կոնֆիգուրացիաներ են, ուղղակի իրանք գրվում են նույն ֆայլի վրա, նույն ֆայլի մեջ, բայց իրանք ամբողջությամբ առանձին կոնֆիգուրացիաներ են։ Ուրեմն այս persistent value-ն ինչ է իրանից ներկայացնում։ Ինքը իրանից ներկայացնում է ինչ որ ֆայլային համակարգում storage, որը մենք նախատեսել ենք կոնկրետ database-ը պահելու համար։ Ինքը ուրեմն ունի name, նայեք, օրինակ ստեղ շատ լավ հետաքրքիր բան կա, հիշում եք, ասում եմ այդ labels-ը tag-եր է։ Ինքը տեսեք, ստեղ ունի արդեն 2 հատ tag, 2 հատ labels, որ ինքը local է, ինքը Postgres-ի համար է նախատեսված, ու իր սպეციფიკացիաներում գրված է, որ ինքը capacity-ն այս չափի է իր storage-ը, որ իր access mode-ը read write once է, այստեղ մի հատ նայենք ինչ է նշանակում read write once and read write many։ Read write once-ը նշանակում է, որ այս storage-ին, այս ֆայլային համակարգին կարող է գրի եւ կարդա ընդամենը մի instance, մի pod։ Այսինքն, եթե այս ֆայլային համակարգին արդեն մի հատ pod կցված է, ինքը էլ չի թողնի ուրիշ pod ուզեն այս ֆայլային համակարգին կցվի, սրա հետ մենակ մեկը պետք է աշխատի։ Եթե ստեղ գրվեր read write many, այս դեպքում օրինակի համար այս ֆայլային համակարգի հետ կկարողանային աշխատային PostgreSQL-ի 2 հատ instance, այսինքն 2 հոգի կկարողանային set անել իր մեջ։ Մի քիչ իմաստ է այդքան էլ բան չի, շատ էֆեկտիվություն չի տալիս, բայց կառուցվածքը պատկերացրեցիք ինչի համար է read write once։ Ուրեմն
as persistent value reclaim policy-ին retrain, այս նշանակում է, երբ որ իրան այդ օգտագործողը իսկ այդ բանը claimer-ը մի հատ իրան բան կանենք, կասենք կոնկրետ իր հետ իրանով է օգտագործելու, բայց հիմա ասում ենք, որ իր օգտագործողը երբ որ կորոշի գնային մյուս աշխարհ, կմահանա, ինքը այս storage-ին չի ոչնչացնելու, այս storage-ը պետք է ոչնչացնի միայն մանուալ ձևի, այսինքն երբ որ ինքը բանա լինելու, չգիտեմ այդ աշխատացրեցինք այդ Kubernetes-ը, չգիտեմ ինքը այդ ֆայլային համակարգը ստեղծեց, այս database-ում, այս storage-ում, այս folder-ի մեջ ինքը ստեղծեց այդ ֆայլային համակարգերը եւ այլն, այդ database-ի ֆայլային համակարգը, երբ որ այնտեղ մենք kill արեցինք, բարձրացրեցինք, անջատեցինք, ջնջեցինք այդ full stack-ին, չգիտեմ սրան օգտագործողին բան, այս ֆայլային համակարգը մեկա մնալու է։ Ու հետագայում մենք իրան կարող ենք այդ instance-ները վերականգնել ու ինքը շարունակի աշխատել այս ֆայլային համակարգի հետ։ Ըստեղ նշանակում ենք, թե ինքը ինչ տիպի է, հեսա մի հատ վերևից գանք, ցույց կտանք այս class-ը, որտեղ է define արած, ու ցույց ենք տալիս, թե այդ մեր host-ի վրա, որտեղ այդ Kubernetes-ը տեղավորված է, որտեղ այդ storage-ն է մեր, ոչ թե Docker-ի մեջի իր ներքին ֆայլային դիրեկտորիան, այլ մեր host-ի ֆայլային դիրեկտորիայի կոնկրետ որի վրա է point անելու այս persistent value-ն։ Եվ ցույց ենք տալու type-ը, որ directory or create, այդ նշանակում է, թե չկա, իրան ստեղծի։ Ուրեմն ինչ է անում։ Այստեղ մենք define ենք անում քանի հատ, 4 հատ, հա, ոնց որ թե 4 հատ ֆայլային համակարգեր, որոնց կարող են օգտագործել այդ տարբեր database-եր սարքելու համար։ Հիմա մի հատ արդեն մանրամասն կնայենք, կտեսնենք իրանց ոնց են օգտագործում։ Այս մի հատ հիշեցինք։ Ինքը իրականում կարող է թեթև խառնա թվում, բայց ինքը բավականին պարզ է, вообще վախենալ պետք չի։ Հիմա եկեք նայենք այս Postgres stateful-ին։ Նայեք իր type-ը kind-ը այս stateful set-ը։ Այդ ինքը deployment-ից դրանով է տարբերվում, որ ինքը իրականում նույն այդ ռեպլիկաներն է ստեղծում, բան, այսինքն ինքը deployment-ի level-ի ինֆրաստրուկտուրա է ստեղծում, բայց ինքը ասում է, որ գիտես, ես state եմ ունենալու։ Deployment-ից ինքը տարբերվում է դրանով, որ ինքը state է ունենալու։ Ու որ տեսնեք, ինքը նույն կառուցվածքը ունի ինչ որ deployment-ը, այսինքն նորից անուն ունի, նորից բան ունի, tag-երը ունի, labels-ները ունի, ըստեղ ասում է, թե ով է իր service name-ը, հեսա service-ների մասին կխոսանք։ Service-ները արդեն մենք տեսել ենք, որ այն գրաֆիկում, երբ որ բաներ, նույն տիպի պոդերից մի 3-4 հատ ստեղծվում էր, ու մի հատ սերվիս կար, որ այդ load balancing էր անում, այդ տրաֆիկը իրանց վրա ուղարկում էր, այդ սերվիսի մասն է խոսա, ասում է, գիտես, իմ սերվիսի անունը IS է լինելու, Postgres service է լինելու։ Այստեղ նույն ձևի ոնց որ deployment-ում ասվում է, որ ստեղծվելու ընդամենը 3 ռեպլիկա, նույն ձևի ասում է select եմ անելու այսինչ template-ը, այստեղ սահմանվում է այդ template-ը ու նշվում է դրա label-ը, tag-ը, այս սրանք պետք է համընկնեն ու տրվում է սպეციფიკացիան, թե այդ pod-ի մեջ ինչա դրված լինելու։ Լրիվ հլվոր deployment էր, ուղղակի հեսա մի փոքր տարբերություն է։ Հիմա այդ container-ի մեջ նորից նշվում է այդ ինչ docker պետք է իր մեջ setup լինի։ Նորից անունն է նշվում, նորից նշվում է Postgres 18, ինքը տեսեք, ստեղ էլ ոչինչ նշված չի, այդ նշանակում է ինքը կարա գնա ու այս ինչ որ public image-ը քաշի եւ բանանի իրան օգտագործի, կարա latest գրած լիներ, ինքը ամեն անգամ այդ վերջի update-ը կաներ։ Այստեղ նշանակում է, որ այս Postgres-ի instance-ը բեր նստածրու, այս Docker-ի մեջ, ու ստեղ environment variable-ներն է տալիս։
քանի որ էսի public instance-ա, այս պետքա մտնեք ու տեսնեք Postgres-ի այդ Docker-ում ինչ ձևի են define արած այդ username, password եւ այլն, որ իրան պետքա օգտագործեք, ուրեմն նույն ձևի set ենք անում այդ environment variable-ները, ուրեմն Postgres user, նորից կարդում ենք secret-ից, նորից ասում ենք secret-ի մեջի user-ը կարդա, password-ը, այսքան մինչև այստեղ, այսքանը ինքը լրիվ deployment է, stateful set ու deployment, մեկը stateless է, մեկը stateful է, այսքանը ինքը լրիվ deployment է, մի փոքր բան է իրա վերջում ավելանում, ասում է volume mount-ը ինչ է լինելու, այսինքն այստեղ ասում է գիտես ես ֆայլերի կարիք ունեմ, տրվում է այդ mount-ի անունը ու նշվում է այդ ֆայլերը որտեղ պետքա mount լինեն, ուրեմն այստեղ արդեն նշվում է թե Docker-ի մեջ որտեղ պետքա mount լինեն այդ ֆայլերը, ոչ թե host-ի մեջ որտեղ պետքա լինեն, այլ արդեն ամեն Docker-ի մեջ առանձին որտեղ պետքա լինեն, քանի որ մենք ուզում ենք այդ Postgres-ի ֆայլերը դնենք, մենք ուղղակի նշելու ենք այդ Postgres-ի default դիրեկտորիան, ուրեմն քանի որ ինքը 18-րդ վերսիա է, սենց է նշվում, հին վերսիաներում ստեղ data է եղել, էսի տենց զուտ վերսիաների տարբերությունը, ուրեմն այդ mount name-ը որ կար, ինքը այդ claim-ի հետ match-ա լինում չերես այս mount name, այդ claim-ը այդ instance-ն է, ով որ պատասխանատու է լինելու համապատասխան storage գտնել սրան կպցնելու համար, այսինքն ստեղ գրվելու է թե այդ storage-ը, ստեղ նշվում է այդ storage-ը որտեղ է mount-ը լինելու ու այս նշվում է այն անունը, ով որ այդ հարցերով զբաղվելու է, հիմա եկեք այս claim-ին տեսնենք ինչ է իրենց ներկայացնում, համապատասխանաբար claim-ի մեջ նշվում է այս name-ը, որը պետք է համապատասխանի այս mount-ի հետ, որպեսզի ինքը զբաղվի սրա mount-ի հարցերով, սպეციფიკացիաները նշվում է, որ access mode-ը read write once, հիշում ենք, որ այդ նշանակում է այս ֆայլային համակարգին պետք է մի instance կարողանա read write անի, նորից նշվում է թե չափսը ինչ պետք է լինի այդ storage-ի ու class-ը նշվում, ասում է գիտես ինքը այս տիպի storage պետք է լինի։ Հիմա եկեք մի հատ հասկանանք այդ class-ը ով է։ Postgres storage, այտենց է այս class-ի անունը։ Ուրեմն այստեղ տեսնում եք սրա kind-ը Postgres class storage class-ը իր անունը։ Այստեղ define է եղած այդ Postgres storage-ը։ Ինքը ունի մի քանի պարամետրեր, no provision։ Ուրեմն այս no provision-ը նշանակում է դու իրա ստեղծելով, մենք իրան ասում ենք Kubernetes-ին, որ դու իրա ստեղծելով մի զբաղվի։ Մենք կզբաղվենք այդ ֆայլային համակարգը ստեղծելով, դու դրան մի կպի։ Այստեղ սովորաբար նշված է լինում այդ AWS-ի համակարգը եւ այլն, որ ինքը հասկանա, թե ինքը ում հետ է աշխատելու ու համապատասխանաբար, եթե ասենք AWS-ն է ալնում կամ Azure-ն է ալնում եւ այլն, ինքը այդ համապատասխանաբար արդեն չերես այդ cluster-ի ձևերով գիտի ոնց է պետք storage-ը ստեղծել եւ այլն։ Մենք այստեղ իրան ասում ենք եղբայր այդ քո գործը չի, մենք այդ հարցերով կզբաղվենք։ Այս retain-ը հիշում ենք, որ բաներ նշանակում էր, որ reclaim policy-ն retain, որ երբ որ քո instance-ըդ կմահանա, դու հետդ storage-ը մի տա, դու մի ջնջի այդ ֆայլային համակարգը, այդ քո գործը չի։ Դու իրան թողի ընենց ոնց որ ինքը կա։ Այդ ֆայլային համակարգը միայն կջնջի admin-ը մանուալ ձևերով։ Իսկ այս մյուս մասը, եկեք սրա մեջ շատ չխորանանք, այդ waiting for first consumer, ուրեմն սովորաբար երկու բառով ասեմ, այդ երբ որ այդ stateful state-ը ուզում է ստեղծվի, ինքը claim-ն է ստեղծում, այդ claim-ը մանա գալիս իր համար գտնում է մի հատ storage, կպցնում է իրան, սենց կպնում է այդ stateful set-ին
հետո այն master-ը են, որ նշել էինք, հիշում եք այդ բանը, manager-ը են worker-ների, որոշում է, թե այս stateful set-ը որտեղ պետքա deploy լինի, ինչ նոդի վրա։ Սովորաբար այդ հերթականությամբ է տեղի ունենում։ Բայց մեր դեպքում ասում ենք եղբայր, ասում ենք դու երբ որ claim-ը կստեղծվի, դու հələ քո համար storage մի ընտրի։ Դու սպասի, երբ որ այն master-ը կորոշի, թե այդ pod-ը որ նոդի մեջ է նստելու, դրանից հետո միայն ինքը կորոշի, թե կոնկրետ այդ բանին, որ storage-ին ինքը պետքա կպնի։ Այս որ դեպքերում է շատ կիրառվող, օրինակի համար, եթե մենք ունենք բան, ինչ որ cluster, չգիտեմ AWS-ի ինչ որ cluster-ի են կպած, ինքը տարբեր ռեգիոններ ունի եւ այլն, ու մենք գիտենք, որ այդ master-ը կարող է այդ pod-ը ինչ որ մի հատ ռեգիոնում set-up անի կամ ինչ որ ուրիշ ռեգիոնում set-up անի, ու այդ ռեգիոնների set-up-ից մենք շատ կոպիտ ասած չենք ուզում, որպեսզի storage-ը գտնվի Ասիայում, բայց pod-ը գտնվի Եվրոպայում։ Եթե pod-ը set-up-ա լինելու Եվրոպայում, թող ինքը հենց Եվրոպայի storage-ներից ինչ որ մեկը օգտագործի։ Հասկանում եք, այդ դեպքում մենք կսպասենք, կտեսնենք, որ բան կանի, ինքը pod-ը կվերցնի այդ master-ը, որ ինչ որ միտեղ set-up կանի, Եվրոպայում set-up կանի։ Այդ դրանից հետո երբ որ մենք գիտենք, որ այս pod-ը արդեն եվրոպական pod է, այդ ժամանակ claim-ը ման կգա ու Եվրոպայի storage-ներից մեկը կկպցնի իրար։ То есть սրանով մենք իրան ասում ենք եղբայր, այսինքն եթե այս immediate-ը նշած լիներ, ինչը իր default value-ն է, ինչ կլիներ։ Ինքը կվերցներ եղած storage-ներից ինչ որ մեկը claim-ը կկպցներ իրան, ասենք Ասիայի ինչ որ մի հատ storage, դրանից հետո բան կաներ, այդ pod-ը կբռներ ինչ որ Եվրոպայի ռեգիոնում set-up կաներ ու շատ անհամ բան դուրս կգար։ Իսկ այս դեպքում ասում ենք եղբայր, դու դեռ չգիտես ինչ է լինելու, դու դեռ մի բան, կյանքում չէի մտածել, որ սրա վրա պետք է այսքան շատ ժամանակ ծախսել։ Տաքս, ուրեմն այս Postgres storage-ը տեսանք այս բանը, class-ը ոնց define եղավ ու ինքը ինչ մասերից է բաղկացած։ Ու որ հիշում եք այս persistent value-ում ըստեղ նշված է, թե ինքը ինչ տիպի է։ Տեսակ, այսինքն ինքը ինչ մի հատ այդ ցուցակը նորից նայենք, հա։ Stateful set-ը define անելուց ասեց եղբայր իմ claim-ը s է լինելու, իր claim-ը s էր, ասեց շատ լավ է, ես այս class-ի եմ լինելու, այս class-ը ստեղ է սահմանած։ Ահա։ Ու երբ որ ինքը իրան storage ման կգա, ինքը ման կգա այս class-ի storage-ներից ինչ որ մեկը։ Այսինքն, երբ որ այդ stateful set-ը բան կլինի, իր համար storage ման կգա, ինքը ման կգա այս 4 storage-ներից ինչ որ մեկը կկպցնի իրան, որովհետև իր claim-ը այդ նույն class-ի է, ինչ որ էսի։ Այնտեղ շատ չենք խորանում, որ եթե սրա storage-ը լիներ օրինակ 2, բայց claim-ը ուզենար 10, այդ դեպքում ինքը ման կգար առնվազն storage, որը իրանից մեծա կամ բանա, մեծա կամ հավասար է, բայց այդքան շատ չենք խորանում։ Ուղղակի պարզության համար ասում ենք, եթե class-ը նույնն է, կվերցնի, կդնի այդտեղ։ Մի քիչ այնտեղ ավելի բարդ է ընտրությունը, դրա վրա չենք խորանում։ Всё, deployment-ը հասկացանք, որ state չունի, իսկ stateful set-ը հասկացանք, թե իր ֆիզիկական storage-ը ինքը ինչ լոգիկայով է ընտրելու։ Հիմա եկեք երկու բառ խոսանք բաների մասին, սերվիսների մասին ու մի հատ էլ config-ում այնտեղ բան կար, դա էլ կնայենք։ Ահա, ուրեմն նայեք, այս microservice-ի service-ը, նայեք ինչ էր անում։ Ինքը ասում է իմ target port-ը 8000-ն է, այսինքն այդ pod-ի հետ ես այդ 8000 port-ով եմ շփվելու։ Այս service-ը բաններ, Postgres service-ներ, Postgres microservice-ի service-ն է,
որը աշխատելու է Postgres միկրոսերվիսի պոդերի հետ։ Այնտեղ նշել ենք ոնց որ այս deployment-ում երկու հատ պոդ ունենք, ինքը manage անելու այս երկու պոդերին, այսինքն ինքը տրաֆիկը սրանց մեջ է բաշխելու, չգիտեմ, սրանցից ինչ-որ մեկը kill եղավ, ինքը այն մյուսին է բաշխելու եւ այլն։ Այս սերվիսը սրանց gateway-ն է արտաքին աշխարհի նկատմամբ։ Ուրեմն, ինքը նշվեց, որ ինքը 8000 պորտի հետ է աշխատելու, ինչի, որովհետև ինքը 8000 պորտի հետ էր աշխատում։ Այսինքն այս նույն 8000 պորտը, որը իր կոնթեյների հետ աշխատելու է, նշվում է, որ գիտես, դու ինձ 8000 պորտով դիմի այս deployment-ին։ Ահա։ Բայց ինքը այդ պորտը փոխելու է, սարքելու է, այստեղ define ենք անում ինչ պորտ, որ երբ որ իր հետ ուզենաք աշխատեք, պետք է աշխատեք այսինչ պորտով, այսինքն արտաքին աշխարհը իր բանի հետ չի շփվելու, ամեն պոդի հետ չի շփվելու։ Արտաքին աշխարհը շփվելու է через մի ինտերֆեյս, այդ մի ինտերֆեյսը լինելու է այս բանը, սերվիսը։ Այս Postgres microservice սերվիսն է լինելու ու շփվելու է через AS port այդ ներքին Kubernetes-ում դիմելու են через այս port, ինքը ինֆորմացիան վերցնելու է ամեն պոդին տա через 8000։ Բայց մենք ուզում ենք, որպեսզի այս սերվիսը ոչ միայն բան լինի, ոչ միայն ներքին Kubernetes-ի մեջ կիրառվի, այլ ուղղակի մեր օրինակի համար պետք է նաև, որ ինքը արտաքին աշխարհից կարողանան իր վրա request անեն։ Դրա համար իր type-ը գրած է node port։ Ու արտաքին աշխարհի համար ինքը արդեն IS port-ով է հանդես գալու 30200-ով։ Ուրեմն ըստեղ 3 տիպի էր ելնում cluster IP, այս սերվիսները, node port, մեկ էլ ingress։ Չենք խորանա իրանց միջև այդ load balance-ը։ Չենք խորանա իրանց այդ տարբերությունների միջև, հետո եթե հավես լինի մի հատ բան կսարքենք առանձին այդ load balancer-ների ու սրանց տարբերությունների համար մի հատ առանձին վիդեո կսարքենք։ Կարևորը հիշում ենք, որ երբ որ շատ կոպիտ ասած բրաուզերից ենք, արտաքին աշխարհից ենք իրան ուզում դիմենք, դիմելու ենք այս պորտով, node port-ով, երբ որ ինքը իր մեջ է այդ բաները, պոդերը, սերվիսները եւ այլն իրար մեջ են դիմելու, իրանք դիմելու են այս պորտով, այստեղ էլ նշված է, թե կոնկրետ իր Docker-ի հետ, իր pods-ի հետ, այդ NERS-ի հետ ինքը ինչ պորտով է շփվելու։ Всё, էս էր։ Այս միկրոսերվիսը ստանալու է բոլոր request-ները ու ինքը որոշելու է կոնկրետ իր տակի մեջի երկու պոդերից որ մեկին ոնց ուղարկի։ Ուրեմն իսկ բանի դեպքում, stateful set-ի դեպքում սերվիսը մի քիչ ուրիշ է։ Էլի նորից գոյություն ունի սերվիսի անուն, նորից գոյություն ունի, թե իր հետ ինչ պորտով պետք է շփվեն, նորից գոյություն ունի, թե ինքը այդ իր բաների հետ, container-ների հետ ինչ պորտով է շփվելու, բայց ըստեղ գրած է cluster IP-ն non։ Այդ նշանակում է, որ ինքը սովորաբար սերվիսը մի հատ ինտերֆեյս է ստեղծում, որ երբ որ իրան request են անում, ինքը այդ ինտերֆեյսով սաղ պոդերի հետ շփվում է, չէ՞։ Մենք իրան ասում ենք, եղբայր, դու այդ ինտերֆեյսը մի ստեղծի, stateful set-ի համար։ Երբ որ իրան դիմում են, ինքը փոխանակ մի հատիկ հասցե վերադարձնի, որ իր հետ շփվեն, ինքը վերադարձնելու է իր տակի անհատական բոլոր պոդերի անունները, որովհետև ինքը միասնական այդ ինտերֆեյս չունի, այս cluster IP-ով գրում ենք non։ Հիմա կտեսնենք, թե որտեղ է ինքը կիրառվում։ Այս config-ում, microservice config-ում,
մենք ուզում ենք իրականում աշխատենք, չգիտեմ դե քանի հատ ֆայլային համակարգ ենք ստեղծել, մենք ուզում ենք, որ բոլոր միկրոսերվիսները աշխատեն միայն առաջի ֆայլային համակարգի հետ։ Քանի որ այս վիդեոյում հələ որ այդ master slave համակարգը մենք չենք ստեղծում, դրա համար մենք ուզում ենք, որ բոլոր միկրոսերվիսները մի ֆայլային համակարգում գրեն, որպեսզի բոլորը բան անեն, այդ նույն տվյալների հետ աշխատեն։ Նայեք, ուրեմն ինչ է լինում։ Այս այդ կոնկրետ ֆայլային համակարգի անունը ոնց ենք մենք տեսնում։ Այս այդ namespace-ն է, local, ինչ-որ sense default անունն է, ինչ տիպի է եւ այլն, էսի հաշվեք sense ստանդարտ անունն է։ Սա այն սերվիսի անունն է, որը որ cover-ը անում այդ stateful set-երը, Postgres service, այսինքն այս սերվիսի անունն է։ Բայց քանի որ սերվիսի անունը cluster IP non է, այսինքն ինքը չի թաքցնում իր տակի պոդերին մի անվան տակ։ Մենք կարողանում ենք չերես իրա դիմենք ամեն cluster-ին, ամեն storage-ին։ Ասում ենք, որ Postgres state 0-ի հետ ես դու աշխատելու։ Հիմա կարող եմ մի քիչ, այսքանն էր, այս ֆայլային համակարգերը ոնց է աշխատում, այսքանն էր։ Հիմա ես հույս ունեմ ինքը այդքան շատ բարդ չթված, հիմա մենք մի հատ ընդհանուր կնայենք, թե ընդհանրապես այս ամեն ինչը պրակտիկորեն ոնց է աշխատում։ Ուրեմն բանը այդ Kubernetes-ի հետ աշխատանքային դիմելու ձևը kubectl-ի հետ տերմինալով աշխատելն է։ Ուրեմն այդ command line-ով տեսնենք ինչ ոչ թե հրամանները նույնիսկ չենք նայում, տեսնում ենք ուրեմն ով ինչ է անում, եկեք սենց անենք։ Ուրեմն, երբ որ մենք ինչ-որ մի հատ ֆայլ ուզում ենք Kubernetes-ին կերակրենք, ասենք այս կոնֆիգուրացիան դու վերցրու քո մեջ։ Վերցնում ենք այդ ցանկացած այդ YAML ֆայլը, իր բանով, path-ը, ու իրան այս kubectl-ին ասում ենք apply։ Տեսեք, քանի որ ոչ մի փոփոխություն չենք անում, ասում է դու արդեն deploy ես արել այս փոփոխությունը, ու ինքը ոչ մի փոփոխություն չկա։ Ուրեմն, ըստեղ հիմա մի քիչ վախենալու բան ենք տեսնելու, բայց շատ չէ։ Այս kubectl get all-ը, նու բաներ կան, որ ստեղ չկա, բայց էլի չենք խորանում դրա մեջ, էլի։ Ցույց է տալիս իր ընթացիկ իրավիճակը։ Եկեք մի հատ հասկանանք, կարդանք ու տեսնենք սրա մեջ ինչ գոյություն ունի։ Նայեք, Postgres microservice deployment։ Այս Postgres microservice deployment-ը հիշում եք, որ ասել ենք սրանից ստեղծի 2 ռեպլիկա։ Հիմա այս մարդը բռնել է ու ստեղծել է այդ 2 ռեպլիկան։ Նայեք, ինքը ասում է մի հատ ռեպլիկա կա եւ ինքն էլ աշխատում է, ստատուսն է running-ը, ցույց է տալիս ինչքան ժամանակ առաջ է ինքը run։ Ու երկուսն էլ ստեղծել է։ Նայեք, ինքը այդ գլխավոր անունն է deployment, այս մի հատ hash-ը, որը մնում է static, իսկ այս poch-ը ինքը միշտ ինչ-որ random string է իր վրա խփում։ Էսի հասկացանք, չէ՞։ Էսի deployment-ը, որ իր մեջ կա։ Հիմա այդ stateful set-ը։ Տեսեք, մենք իրան ասել ենք բանը, ստեղծի 3 հատ ռեպլիկա այս Postgres state-ի։ Ինքը ինչ է արել։ Ինքը ստեղծել է 3 հատ ռեպլիկա։ 3-ն էլ հիմա run վիճակում են։ Ու նայեք ինչ է ինքը արել։ Ինքը այդ իր անունը վերցրել է,
բայց այդ գծիկից հետո random sign string չի դրել։ Ինքը միշտ հաստատուն անուն ունի։ Առաջինը միշտ լինելու է 0, երկրորդը միշտ լինելու է 1, երրորդը միշտ լինելու է 2։ Սա մեզ բան անում, թույլ է տալիս, որ մենք այս կոնֆիգուրացիայում միշտ դիմենք 0-ին, ասենք գիտես, որովհետև մենք գիտենք, որ ինքը միշտ հաստատուն այդ թվերը փոխելու է ու միշտ այդ 0-ից սկսած ինքը սկսելու է ստեղծել։ Հետևաբար մենք գիտենք, որ միշտ այս, եթե մի հատիկ stateful set եղավ, այս 0-ն միշտ լինելու է։ Տեսակ, հեսա մենք իրանց kill կանենք, կտեսնենք ինքը ոնց է ստեղծում, կտեսնենք, որ այս ինչ-որ մի հատ անկապ անունով ստեղծեց, որը որ մենք չենք էլ հասկանում, բայց այս stateful set-երը միշտ նույն անվան տակ է ստեղծելու։ Իսկ ինչի է ինքը սենց անկապ անունով ստեղծում, քանի որ ինքը մի հատ service ունի, որ այդ service-ի անունը մի հատ է, իսկ ինքը այդ load balancing-ը սրանց մեջ անելու է։ Սրանց հետ ոչ մեկ ուղիղ աշխատանք չի ունենալուց, դա համար սրանց անունը կարևոր չի, բայց այս state-երը սրանց հետ կոնկրետ աշխատանք լինելու է, դրա համար ինքը միշտ անունները պահում է հաստատում։ Ուրեմն, եկեք բան անենք, տեսնենք այս մնացածը ինչ են։ Այս այդ սերվիսներն են արդեն։ Առաջինը, որ մենք չենք տեսել, ինքը այս cluster IP ունի, կոնկրետ IP ունի։ Էսի Kubernetes-ն է։ Էսի հենց այդ master-ն է, որը որ բան անում, այդ worker-ների հետ աշխատում է։ Տեսեք, ինքը ունի կոնկրետ IP, ասում է ես այս IP-ի վրա աշխատում եմ, cluster IP-ս էսա։ Ուրեմն Postgres microservice-ը, սրա service-ը, microservice-ի service-ը, նշել ենք, որ ինքը node port է։ Տեսեք, microservice-ի նշել ենք, որ ինքը node port է։ Նշել ենք, որ ինքը այս port-ով դուրսն է երևալու, այս port-ով էլ ներսը։ Ինքը կոնկրետ IP է ստացել, որ իրան կարող են միշտ դիմել ու բանը, այս էլ են port-երն են, մեկը ներքինն է, մյուսն էլ դրսինն է, ինքը ոնց է հանդես գալի։ Եվ գոյություն ունի երրորդ սերվիսը, Postgres service-ը, որը որ այս stateful service-ներ, հիշում եք, սրա cluster IP-ն non ենք դրել, ասել ենք եղբայր, դու load balancer-ի ֆունկցիոնալություն չունես, դու request-ը մի վեկալ, արդեն դու որոշի ում ես տալի բան, դու տենց բաներ, պրիվիլեգիաներ քեզ մի տուր։ Դու ուղղակի երբ որ request-ը կգա, դու վերադասու քո տակի բոլոր պոդերի անունները, իրանք կորոշեն կոնկրետ ում են դիմում։ Այստեղ cluster IP-ն non էր։ Դրա համար տեսնում ենք, որ cluster IP-ն non է, ինքը այտենց հասանելի այդ IP չունի, էս էլ էսա։ Ահա։ Այստեղ տեսնում ենք, թե ինչ deployment է իրա մեջ եղել։ Տեսեք, այս microservice-ի deployment-ներ, որը երկու հատ ռեպլիկա ունի, երկուսն էլ ready են։ Այ այս երկու հատներ։ Ահա։ Այս ռեպլիկա սեթերի մասին չենք խոսա այդքան շատ, ուղղակի ասեմ, որ deployment-ը անմիջապես չի ստեղծում այս պոդերը, ինքը իրանց ստեղծում է չերես ռեպլիկա set։ Ու երբ որ ամեն անգամ մենք իրան ինչ-որ մի հատ update ենք անում, ինքը նոր ռեպլիկա set է ստեղծում, որը սրանց կրկին define է անում, ու այդ ռեպլիկա set-երի history է պահվում, եթե չեմ սխալվում 5-10 հատ այդ կարելի է կոնֆիգուրացիայով բան անել, որոշել, որ դու տեսնում ես, ասենք ինչ-որ problem կա, այն git-ի նման կարաս revert անես։ Այսինքն ասես նախորդ ռեպլիկա set-ը աշխատացու։ Հələ որ մի հատ ենք արել, դրա համար ստեղ մի հատ է այդ օրինակը։ Այսինքն այս սրանց ստեղծողները, deployment-ի ստեղծողները, իրականում այս ռեպլիկա set-ն է։ Ու նայեք, ինքը ունի այս նույն hash-ը, ինչ որ էսի, այսինքն այսի այդ ռեպլիկա set-ի hash-ն է, ով որ սրանց ստեղծել է, իսկ արդեն այս ամեն պոդը ունի ինչ որ sense random string։ Всё, մեկ էլ այս stateful set-ն է,
Նայեք նույն ձևի այս deployment-ի նման ասում է 3 stateful set ունեմ ես։ Всё։ Հիմա մենք տեսանք, թե ինչպիսի կառուցվածք ունի ընթացիկ համակարգը։ Նայեք, ուրեմն դուք երբ որ ձեր կոմպյուտերի վրա բան անեք, փորձեք setup անեք, դուք երբեք setup չեք անելու իրական Kubernetes։ Ինչ-որ մեծ ծանր համակարգ է, minikube-ի հետ եք դուք աշխատելու ու minikube-ը իրանից ինչա ներկայացնելու։ Ինքը ոնց որ մի հատիկ docker ֆայլ է ներկայացնելու ու այդ docker ֆայլի մեջ է սաղ այդ արխիտեկտուրան լինելու է։ Այսինքն ինքը live-ի համար պիտանի ոչ մի բան չի, որովհետեւ docker-ը որ մեռավ, սաղ մեռնում է, բայց ինքը տենց շատ սիրուն լավ բան է։ Ու այդ պորտերը, բաները, որտեղ բաց են արտաքին աշխարհի համար, բաց են լինելու այդ minikube-ի docker-ի ներսում։ Բայց որպեսզի իսկապես այդ local host-ից կարողանանք դիմենք, մի հատ բան պետք է անենք։ Թունել պետք է սարքենք, որպեսզի բանը այդ արտաքին աշխարհի պորտը կարողանա շփվի այս ներքին պորտի հետ։ Այդ թունելը սարքվում է minikube-ի դեպքում այսպես ձևով, այս minikube-ին ասում ենք բանը գիտես այս սերվիսի վրա թունել բացի։ Հիմա նայեք, այս Postgres microservice-ն է, microservice-ի սերվիսն է, ինքը ասում է ինքը օրիգինալով իր հոգու խորքում, այնց արտաքին աշխարհին լսում է 30002 պորտով, բայց այդ 30002 պորտը մենակ այդ minikube-ի docker-ի մեջ է հասանելի։ Բայց երբ որ ինքը արդեն թունել է ստեղծում, այդ թունելը արդեն տեսնում եք local host-ում այս պորտով է հասանելի։ Դրա համար եկեք հələ նայենք։ Դրա համար մենք իրան կդիմենք հենց այս պորտով tax 50072 Հեսա մի հատ կնայենք, թե ընդհանրապես ինքը ինչ էր անում։ Ահա։ Հիմա եկեք մի հատ հասկանանք ընդհանրապես այս միկրոսերվիսը ինչ էր անում, հիմա մենք երկու բան ենք փորձելու դեմոնստրացիա անենք։ Առաջինը կփորձենք այդ load balancing-ը դեմոնստրացիա անենք, այսինքն մենք միշտ դիմենք այդ նույն սերվիսին ու հասկանանք, որ ինքը իրականում request-ը ուղարկում է տարբեր պոդերի։ Ստեղ էլ մի քիչ էլի խոսալու բան կա, ես կյանքում չէի մտածի, որ ժամից ավել ալնելու այս վիդեոն, բայց պետք է դիմանաք իմ վերջի կենտանի մնացած viewer հետաքրքիր է, պրիզ կարելի է տալ այն մարդով, որ այս վիդեոն մինչև վերջ կնայի։ Եկեք մի հատ հասկանանք այս բանը այդ միկրոսերվիսը, որ ինչ-որ docker էր աշխատացնում, այդ ընդհանրապես այդ ինչ docker էր ու հասկանանք այս ինչա ընդհանրապես տեղի ունենում։ Ուրեմն հիշում ենք, որ այս microservice deployment-ը վեկալում էր բանը, վեկալում էր այս Postgres microservice docker-ը, mount-էր անում իր մեջ ու իրան որոշակի virtual variable-ներ էր օգտագործում, փոխանցում։ Ուրեմն virtual variable-ներից մեկը այս pod name-ն էր, metadata-ի name-ը։ Այս pod name-ը իրականում այս pod-ի ունիկալ անունն է։ Նայեք։ Ու դրա համար, երբ որ ինքը վերցնում է այդ name-ը ու set անում database, մենք տեսնում ենք, թե ինքը կոնկրետ որ pod-ին է դիմել, որ pod-ն է իրան set արել database։ Ու չերես սա մենք կարող ենք հասկանալ, թե ինքը ինչ pod-ը աշխատացրել database-ին դիմելու համար։ Լրիվ մի հատ թեթև անիմաստ գործողություն ենք անում, մտնում ենք այդ docker-ի մեջ, հասկանում ենք ինքը ինչից է բաղկացած։ Այս այդ docker-ի ֆայլն է, այս config-ում տեսեք pod name-ն է նշած,
Աստեղ նշած է, որ case sensitive-ը false է, այնտեղ մեծ ատառերով էր գրած, աստեղ փոքր ատառերով է գրած, ու ստեղ գրած է, որ environment-ից կարդա, հետևաբար ինքը վերցնում է այն pod name-ը, որը որ հենց այդ pod-ի unique ID-ն էր, ու set անում այս pod name-ի մեջ։ Ու այս database-ը կպնելու պահն ամես հետաքրքիր չի, ինքը ունի երկու հատ ֆունկցիա, մեկ այս create-ի ֆունկցիան է, create-ի endpoint-ն է, որ եթե չկա այդ table-ը ստեղծում է, ու insert-ի ժամանակ տալիս է երկու variable, մեկը time, մյուսը pod ID։ Այդ pod ID-ն վերցնում է այս settings-ի pod name-ը, այսինքն այն name-ը environment variable-ի, որը որ մենք տվել ենք։ Այսինքն ինքը ամեն անգամ set անելու հենց այն pod-ի name-ը, pod-ի ID-ն, որը որ իրան աշխատացրել է։ Ու եթե մենք տեսնենք, որ մի դեպքում set է եղել այս IP-ն, մյուս դեպքում set է եղել այս IP-ն, մենք կհասկանանք, որ գիտես, մենք այս նույն սերվիսին ենք դիմում, նայեք, այս նույն տեղն ենք մենք դիմում։ Բայց ինքը իր տակից load balancing է անում։ Նայեք, հիմա որ մենք այստեղ նայենք, մենք կտեսնենք, որ ինքը իրականում տարբեր podերի է դիմել։ Նայեք 24 և TB վերջացող, մեկը սրան է դիմել, մյուսը սրան է դիմել։ Հիմա եկեք մի հատ սենց հետաքրքիր բան անենք, եկեք սրանցից ինչ-որ մեկը kill անենք, այսինքն համարենք, որ ինքը crash է եղել ու տեսնենք արդյոք Kubernetes-ը կբռնի ու նորը կստեղծի։ Օրինակ, այս C24-ը փորձենք kill անել։ Տեքս 9 ժամ առաջ էր ինքը ստեղծվել։ Եկեք սենց անենք, մի հատ տեսնենք արագ կկարողանանք։ Նայեք, ինքը ստեղծվեց նոր ID-ով, նոր ինչ-որ random string-ով մի հատ pod, ստեղծել է 5 վայրկյան առաջ, ինքը կա, բայց դեռ ready չի, այսինքն ինքը այդ ընթացքի մեջ է, ու երբ որ մենք բան ենք անում, հիմա մի հատ էլ դիմենք, ինքը արդեն երևի ready կլինի, տեսեք, արդեն ինքը ready է, ու հիմա երբ որ մենք փորձենք էլի իրան դիմենք, տեսեք, արդեն ինքը նաև սրան է դիմում, շարունակենք դիմել, չէ ուզում ուրիշի դիմես տղա ջան, ծանր կյանք ես ունեցա, տեսեք, վերջը որոշեց նաև ուրիշի էլ դիմի։ Այսինքն ինքը, երբ որ kill եղավ, ավտոմատ ինքը ստեղծեց նոր pod, ու այս load balancing-ը ինքը սկսեց անել արդեն այս երկուսի միջև։ Հիմա եկեք մի հատ kill անենք այս storage-ներից մեկը, հենց այս 0-ն փորձենք kill անենք, որ տեսնենք ինքը կստեղծի նորից կկպցնի իր տակի ֆայլային համակարգին ու բան կանի ու կկարդա նույն տվյալների բազայից, մենք կտեսնենք, որ այս ամբողջ ինֆորմացիան, որ մենք այստեղ գրել ենք, իրա մեջ իրականում կա։ Եկեք մի հատ բան անենք, այս սենց վերցնենք, քանի հերը kill չենք արել, էլի։ Ոնց էր, all-ով էր, չէ, հա, բայց 72-ներ, տեսեք, հիմա այս all-ը վերադարձնում է database-ի ամբողջ հիշողությունը
SSS նույն բանն է, նայեք, ըստ kill էինք արել արդեն C24-երով, ինքը սարքեց այս նույն ինֆորմացիան վերցնում է, բայց հիմա մենք կբռնենք ու այդ բանը persistent stateful set-ը kill կանենք, կսպանենք, ինքը նորից կստեղծի նույն անունով, բայց բանը ֆայլային համակարգը կպահի նույնը։ Ասեցինք, մնաց անենք։ Նայեք, հիմա այս 10 ժամ առաջ էր set հարած, կարողա չհասցնենք բան անենք, այդ իրա պատրաստվելու պահը բռնենք, ինքը կարող է միանգամից արդեն բան անի, ready վիճակում բռնենք, բայց կտեսնենք, որ ինքը նոր է ստեղծել, որտեվ այս 10 ժամը առաջվա state-ը տեսեք, չբռնցրեցինք, բայց տեսանք, որ ինքը 4 վայրկյան առաջ է առաջացել, բայց ինքը ստեղծեց լրիվ նույն անունով ու հիմա մենք կտեսնենք, որ ինքը բանը, այդ նույն տվյալները պահել է իր մեջ, տեսեք, երբ որ մենք իրան դիմում ենք, ինքը նույն տվյալները վերադարձնում է։ Եվ այսպիսով մենք մոտավորապես նայեցինք շատ մակերեսորեն ոնց էր աշխատում Kubernetes-ը, իր ընդհանուր արխիտեկտուրան, նայեցինք այդ հիմնական կոնֆիգուրացիաների ձևը ինքը ոնց է աշխատում, մի թեթև իր հետ խաղացինք, ստուգեցինք իր load balancing-ը, ստուգեցինք իր պոդերը վերականգնելու հմտությունները, ստուգեցինք իր stateful set-ի վերականգնելու հմտությունները, իր այդ storage-ի հետ աշխատանքը ու այդ deployment-ի ու stateful set-ի տարբերությունը։ Всё, այսքանով ես արդեն վիդեոյի վերջում մենակ եմ մնացել, զգում եմ։ Այսքանը մյուս անգամ բան կանենք, մի հատ այդ ավելի խոր այդ custom, որ ասում էի master slave այդ համակարգն է սարքում database-երի, մի հատ իրար այդ կսարքենք Kubernetes-ի վրա, ու ինձ թվում է Kubernetes-ի թեման կփակենք, չեմ ուզում շատ իրա վրա խորանանք, եթե հանկարծ ինչ-որ հրաշքով Kubernetes-ի պակլոննիկներ հայտնվեն, այդ դեպքում նաև մի հատ կխորանանք ընդհանրապես load balancing-ը ոնց է աշխատում, Kubernetes-ից դուրս, ինչ արխիտեկտուրաներ կան ու Kubernetes-ի դեպքում այդ ingress, load balancing, այդ ամեն ինչի տարբերությունները։ Եղավ հաջողություն, հա, սխմրտեք սաղ կնոպկեքը, բոլոր գունավոր տեղերում ինչ որ տեսնեք, ես հոգնեցի, ճիշտն ասած։ Հաջորդ անգամ հաստատ ռագը չի լինելու, որովհետև լինելու է master slave database-ների արխիտեկտուրան։ Լավ մնացեք։